Բացի այդ, եկեք չամտեսենք ճակատագիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, եկեք աչք չփակենք էթնիկ գետումների վրա, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, չկա գետ մեկ հայ այսօր Լեռնային Ղարաբաղում, մարդիկ, ովքեր այնտեղ հազարամյակներ են ապրել, տիպողաբար տեղահանվել են։ Արդյոք քաղաքակիրթ աշխարհը Եվրոպան պատրաստվում է աչք փակել սրա վրա։ Արդյոք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե պահանջենք, որպեսզի Ադրբեջանը երաշխավորի անվտանգ վերադարձը ժողովրդի իրենց տներ, արժանապատիվ վերադարձ միջազգային մեխանիզմներով եւ երաշխավորի այս մարդկանց անվտանգությունը։ Մի քանի տասնյակ հայեր իհարկե հիմա բանտում են եւ դատական գործերով Ադրբեջանում բանտում են։ Այս վեհաժողովը պետք է ձայն բարձրացնի, պահանջի առանց նախապայմանների այս բանտարկյալների ազատ արձակումը, որովհետեւ երբ որ ասում ենք հասցեագրել խնդիրը, Ադրբեջանը կասի ամեն ինչ օրենքով ենք անում ըստ Ադրբեջանի օրենսդրության եւ փակեք ձեր աչքերը, որ այդ մարդիկ ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իրենց երկրից դուրս են հանել եւ 23 հոգի եւ տասնյակ մարդիկ դատարաններում եւ բանտերում հիմա կապ չունեն աշխարհի արտաքին աշխարհի հետ, աշխարհը չգիտի թե նրանց հետ ինչ է կատարվում, կարող եք տեսնել կադրեր, ինչպես են այդ մարդկանց դեմքից երևում հենց տառապանքը, այս ժողովը առանց վարարելու պետք է պահանջի անհապաղ ազատ արձակում այդ անձանց, պահանջի Ադրբեջանից դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ավերումը, ինչպես նաև մշակութային հուշարձանի ավերումը, հետևաբար ես փոփոխություն եմ առաջարկում, որ ուղարկենք ուղերձ այս վեհաժողովից Ադրբեջանին, որ այս վեհաժողովը չի հանդուրժելու այսպիսի անմարդկային գործողություններ Ադրբեջանի ֆաշիստ ռեժիմի կողմից։ Շնորհակալություն Տիկնակ եւ պարոն Նայք։